Կողջունեմ բոլոր անոնց, որոնք առաջին անգամ լինելով մեզ հետ են, մեկ երկու նոր թեմքեր եմ տեսնում, Հասմիկ քրոջ կամ դիգին Հասմիկին այս առավոտ տեսանք, ասեց առաջին անգամն է ոս կլինեմ, եկեղեցու անոնք ողջունենք Հասմիկ քույր եւ դերոջի անով, եւ անոնք, որոնք երկար ժամանակ է բացակային հարկելի պատճառով, հարկելին դնենք, բարի գալուս։ Ուրախ ենք, որ դերոջը դաննենք եւ հավատում եմ, որ Աստված մեր հոգիները պիտի նորոգե եւ մեզ պիտի մխիթարե։ Ընթերցված հատվածը Քրիստոսի երկրորդ քալուստը։ Երկեցողությունները այդ նյութի շուրջ կբդդվեին, ընթերցված հատվածը եւ նյութը սալ ճիշտ ադոր մասին մի լավանապար այսօր եւ քալ գիրագի պիտի փորձեմ ավարտել մեր երջանիկ հույսը, our blessed hope, մեր երջանիկ հույսը, Հռոմեացիս 12:12-ի մեջ հետևյալը կարդանք, Հռոմեացիս 12:12-ն հետևյալը գսե, այս հույսի մասին, այս երջանիկ հույսի մասին գսե, հույսով ուրախ եղեք, նեղություններու մեջ համբերեցեք, անդադար աղոթքի մեջ եղեք։ Հույսով ուրախ եղեք։ Դեր Հիսուս Քրիստոս իր երկրավոր կյանքից աշակերտներեն պիտի հեռանար եւ դեպի փրկությունը կատարել է երկինք պիտի համբարնար։ Հովանու 14-ի մեջ իր աշակերտներուն հետևյալը ասավ. Գերտամ ցեզի համար դեղ պատրաստելու։ Ուրեմն Տեր Հիսուս երկինք համբարձավ մեզի համար դեղ բաթև աշակերտներուն ուղեց խոսքը, բայց միայն աշակերտներուն չէր վերապերվում խոսքը, այլ խոսքը բոլոր անոնց կվերապերվի, որոնք առաքյալների, աշակերտների վարդապետության հիման վրա իրենց հավատքը պիտի կառուցեն։ Ուրեմն գերտամ ցեզի դեղ կպատրաստեմ, այս խոսքը բոլոր եկեղեցունն է, հարսին է Քրիստոսի։ Ուրեմն Քրիստոս գնաց մեզի դեղ պատրաստելու ում ուղարկեց Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգին գուքա մեր մեջ կբնակվի, որպեսզի մեզ պատրաստե այն դեղի համար, որ Քրիստոս մեզ համար պատրաստում է։ Եվ երբ որ պատրաստվի եւ ավարտվի, մեզ պիտի կապ առնե ու դանի այն վայրը, որտեղ մեզ համար պատրաստում էր այսքան ժամանակ։ Աստծո խոսքն է ասում։ Մեզ համար դեղը, մենք ասած է, եթե Աստված 7 օրվա մեջ, 6 օրվա մեջ, 7-րդ օրանք ստացա, 6 օրվա մեջ, այս հիանալի դիեզերտները, երկինքները, երկիրը, այս բոլորը ստեղծեց 6 օրվա մեջ։ Բա 2000 տարի ինչ է պատրաստում։ Վաու։ Անմարակյալը գսե, աչք չտեսած ու ագանջ չլսած բաներ կպատրաստի Աստված զինք սիրողներու համար։ Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոս մեզ համար դեղ է պատրաստում, Սուրբ Հոգին էլ մեզ է պատրաստում այն վայրի համար։ Եկեղեցին ունի մեկ երջանիկ հույս։ Ծննդոցից հայտնություն գարտացեք սերդենք, եկեղեցուն վերապերվող երջանիկ հույսը միայն մեկ հույս ունի։ Դեր Հիսուս Քրիստոս մեր Աստծուն եւ Փրկչի հետ միությունն է։ Երկրորդ քալուստ կուզես ասել, հափշտակություն կուզես ասել, պարուսիա կուզես ասել, ինչ կուզես տիրանունը, բայց միտքը այս է ուզը, որ եկեղեցին փրկված անհատը Քրիստոսի հետ պիտի միանա օրմը։ Եվ սա երջանիկ հույսն է,
գոչվում եկեղեցու։ Եվ սա լոկ վարդապետություն չէ։ Սա այո վարդապետություն մնե, ուսուցում մնե, որ Աստծո խոսքը մեզ գսորվեցնե, եւ այս վարդապետությունը ագանադես ենք Սուրբ Քրոջ մեջ, բայց սա միայն վարդապետությունը չէ։ Երջանիկ հույսը, որ Քրիստոսի հետ բինի միանանք, սա մեր հավատքի զարգերակն է։ Փոլս հավատքի զարգերակը մեր երջանիկ հույսն է։ Եթե չունենք երջանիկ հույս, եթե չլիներ այս Քրիստոսի հետ նորից միավորման խոստումը եւ հույսը, հավատքը փուչ է, գսե առաքյալը առաջին Կորինթաց 15-ում եւ այլն, մեր հավատքը փուչ է, մեր կյանքը փուչ է, ամեն բան փուչ է, գեր, խմե, ապրիր, գներես, անասունին իմես, սատկիր, որը մահը մարդու համար է, բայց եթե հույս չունի սաբաղեմ, անում անասունները գսատկին, մարդը գմահանա։ Եթե մահանալու արմատները գնանք մահճագալ փար անդենգուկա, որ նորեն զարթնելու հույս ունի հաջորդ օրը։ Ամեսօր այս է մեր հավատքի, աստվածաշնչյան հավատքի ու հավադամքի զարգերակը, գենսունակություն տվողը։ Այս այն խոստումը, որ մեզի մեր հավատքում առաջ գնալ է օգնում։ Առանց այս հույսին մենք չենք կարողանալու հավատքի հաստատ քայլեր առնել։ Երջանիկ հույսը չափազանց կարող է եւ նաեւ ինչպես տեսանք անցյալում այս հույսն է որ մեր հոգիների խարիսխն է եւ մեր հոգիների խարիսխը որ գսե հույսն է ոչ թե վարդապետություն մնե կամ ուսուցում կնե այլ անձնավորություն մնե եւ մեր հույսը դեր Հիսուս Քրիստոս օրհնյալ փառած Աստված ինք է։ Այս հույսն է, որ եկեղեցին գենսունակ է բահում։ Առանց այս հույսին եկեղեցին գմերնի փարիմփուն իմաստով, կամ ներոք չի մերնի գվերածվի սոցիալական գազագերբության կամ ագումբիմը, կլաբ։ Այդ այս հույսը չի գա։ Հավաքույթի վայր գավակվին, կուդեն, կխմեն, կուրախանան, կցենեն, կպարը, սոցիալական հավաքույթի վայրի գվերածվի։ Բայց այս հույսն է, որ եկեղեցուն եկեղեցի է անում եւ գենսունակություն է տալիս եկեղեցուն եւ այս է անհույսը, որով հարսը փեսային բին սիրոգաբով ամրացնում է։ Եկեղեցին հարսն է։ Քրիստոս փեսան է։ Այս հույսը մեր գաբող օղագն է։ Մեզ իրար գաբող օղագն է։ Առանց այս հույսին, առանց երջանիկ հույսի Քրիստոսի հետ միանալուն ոչ նպատակ ունես, ոչ էլ նավահանգիստ, destiny։ Պատկերացեք մի բա, երկինք չի գա, հափշտակություն չկա, կամ երկրորդ քալուս չկա, հավիտենական չկա, այս է մեր կյանքը։ Ինչ նպատակ, ինչ դեսիլք, ինչ իմաստ, ինչ արժեքների մասին է խոսքը։ Ոչ հոգևոր արգամ մարդկային արժեք չմնար, հոգևոր արժեք արդեն գմերնի, հույս, նպատակ, ծրագիր, առաքելություն չմնար, ամեն բան ժամանակավորի մեջ կբարփակվի եւ ինչ չի կբերածի մարդը ինչ անեմ որ քեզ գողոպտեմ վերցնեմ միայն իմ մարմինը սնուցանեմ այս ժամանակավոր կյանքում լավ ապրիմ հետո մեռնիմ որդերու գեր դառնամ բայց հույսը իրական երջանիկ այս հույսը մեզ գենսունակ է բահում նպատակասլաց եւ արժեվորված կյանք է տալիս Վստահ եմ, որ հետս պիտի համաձայնիկ։ Գաբրինգ աշխարհի մեջ, որտեղ անորոշություն, խառնաշփոթություն
Եվ վախ կա համատարած։ Այս է այդ աշխարհը, որում մեջ կապրենք։ Uncertainty, chaos and fear. Ազգեր դողում են, սարսափում են, ինչ է լինելու ետքը։ Մարդկանց սրդերը նվաղած է, վախով պաշարված են։ Այս անորոշությունը, գիտեք ինչ անորոշությունը խեղդում է մարդուն։ Շատ անգամ մեր առօրյա բարաբաշարի մեջ կօգտագործում, երբ որ բան մը սպասես, թղթաբանությունը, բժիշկելուր մգան, որևէ գործը եւ անորոշ է, բայց գարս խեղդչունչը կանգնում է։ Եվ ճիշտ այսպիսին է այն աշխարհը, որում մեջ կապրենք սիրելիներ, ցավոք շատեր այս անորոշության մեջ սրդերը նվաղում եւ խեղդվում են եւ մարդիկ որ հանդիպինք մեր առօրյա կյանքում կորձադեղ, դպրոց, համալսարան, եկեղեց, որ վաղ ինչ պիտի լա, քարամիս ինչ պիտի լա, այս երկիրը ինչ սպասումներով են։ Բայց ճշմարիտ Աստուծո զավակների համար, քրիստոնյաներիս համար, հավատացյալ անունը արժանապատվությամբ բահողներիս համար սիրելիներ, մեր աչքերը ոչ թե աշխարհում դեղի ունեցող անորոշությունների, քաոսի, վախի եւ խառնաշփոթությունների վրա է մեր աչքը եւ կենտրոնացումը, այլ մեր հույսը Քրիստոս Հիսուսի վրա է։ Մեր հույսը ոչ թե politics-ի վրա է, քաղաքականությունների վրա, ոչ ստացվածքի վրա է, ոչ այլ աշխարհի բարգեւած խաղաղության վրա է։ Սա շատ կարևոր բան է։ Մեր հույսը ոչ թե աշխարհի վարած քաղաքականության վրա է։ Մեր հույսը ոչ թե մեր ստացվածների վրա է։ Ոչ էլ աշխարհի բարգեւած խաղաղության վրա է։ No, երբեք։ Եթե անոնց վրա լինի մեր հույսը, մենք կորած մոլորված ենք։ Այլ մեր հույսը ոչ միայն Տեր Հիսուս Քրիստոսի վրա է, այո, Տեր Հիսուս Քրիստոսի վրա է, լավ է, բայց ոչ միայն Տեր Հիսուս Քրիստոսի վրա է, այլ Տեր Հիսուս Քրիստոսի եւ անոր քալուստին, շուտապույտ քալուստի վրա է մեր հույսը, որով եթե օքեյ, գա Հիսուս, գա Աստված, գա Սուրբ Հոգի, գա երկինք, գա հավիտենական, բայց եթե իմը չեն, Աստուծո համար է, եւ ես պիտի ապրիմ, այո, հաջեցնելու, ուրախանալու, շատ լավ է, բարոյական կյանք տալու ընդիր է, բայց եթե դրանք իրենց ամբողջական օրհնությունը պիտի չհաղորդեն ինձ, ես ալ մաս ու բաժին ունենամ դրա մեջ, ամեն բան հարցականի տակ կարող է դրվել։ Ամանը երջանիկ հույսը, որ Տիրոջի հետ պիտի լինենք, Հիսուս հայտնության գրքի մեջ գսե, ինձ հետ իմ աթորս նստել պիտի դամ գսե, անոնք որոնք հավատարիմ եղան, բայց Քրիստոս թագավորների թագավորը, դերերի դերը, երկնքի փառքը իր գահ ունի եւ գսե, եթե ինձի հավատաս հետևից, քեզ ինձ հետ նույն աթորի վրա պիտի նստենք։ Անոր փառքին հաղորդագից պիտի ըլլանք։ Հովանես Արաքյալը գսե, անոր բես պիտի ըլլանք։ Քրիստոսի բես պիտի ըլլանք գսե Աստծո խոսքը։ Ուրեմն այս է այն հույսը եւ Տիտոս 2:13-ը մեզի շատ սիրելի համար գսե ու սպասենք այն երջանիկ հույսին մեր մեծ Աստծուն Տեր Հիսուս Քրիստոսի փառած հայտնությանը։ Hello! Ու սպասենք այն երջանիկ հույսին բուտ։ Ինչ է մեր հույսը, բուտ, okay? Աստուծո բուտ։ Տեր Հիսուս Քրիստոսի
Փարած հայտնությանը Քրիստոս այն Աստվածն է, որ պիտի կա իր եկեղեցին իր մոտ տանի, որը գոչվում է երջանիկ հույս։ Մեր երջանիկ հույսը Աստվածն է Տեր Հիսուս Քրիստոսի հայտնության մեջ։ Հիմա որովհետև Քրիստոսի հետ միավորման պիտի փորձեմ հնարավորինս սուր վարդապետական հարցեր այս նույնից մեջ չօգտագործել հափշտակություն, Քրիստոսի երկրորդ քալուստ եւ Անտա Քրիստոսի հետ հանդիպորը առհասարակ ընդհանրական եկեղեցին գահավատա, որ եկեղեցին Քրիստոսի հետ պիտի միանա։ Հիմա անդե հոլովումներ կան, 7 քիչ անոնց մասին շատ չեմ ուզում խորանամ։ Կարևորը հույսը բահենք, այս հույսը ունենք։ Երբ երկրորդական թող լինի։ Հիմա, որովհետև այս երջանիկ հույսը Քրիստոսի հետ մեր միացման, այս հույսը իր լուրջ հետևանքներն ու արդյունքները թողում է հավատացողի կյանքում, եթե դու հավատում ես, որ Քրիստոսի հետ պիտի միանաս, այս երջանիկ հույսը ունիս քո մեջ, արմատավորված Աստծո խոսքի խոստումները, ադիգա անպայման քո կյանքում, իմ կյանքում անպայման եւ անպատճառ հետևանքներ եւ արդյունքներ է թողում։ Փակակ հետևանքը միշտ ավելի բացասական երևույթ ունի, արդյունքը միշտ դրական երևույթ ունի։ Ուրեմն հավատալ բարի արդյունք ունի, չեմ հավատում բացասական հետևանքներ կարող է թողել։ Հիմա, որով այդպիսին է, եւ այդ արդյունքներից, օրհնությունների կամ ազդեցություններից մեկ օրինակ եթե ես հավատում եմ երջանիկ հույսին կամ այն անհատը, որ կհավատա, որ Քրիստոսի հետ պիտի միավորվի, իր ոչ կենտրոնացումը վերի բաներու վրա կսկսի լալ։ Կողոսացիս 3, 1-3 ինչ կսեմ, վերի բաները փնտրեցեք, վերի բաներուն վրա մտածեցեք, գսե։ Հիմա, երբ որ ես այս երջանիկ հույսը ունիմ, ուշքս ու միտքս վերի բաներով վրա, երկնային մտածե մենթալիթի ունենամ, գարտամ շատ քեղեցիկ այդ համար Կողոսացիս 3 արդ եթե Քրիստոսի հետ հարություն արինք, ոստեղը անհադիմն է, որ իր հավատքը Քրիստոսի վրա կդնե, կսկսի հավատալ Քրիստոսի, իր մեղքերից հարություն է արել, արդ եթե Քրիստոսի հետ մերելներից հարություն արին, ուրեմն վերի բաները փնտրեցեք, որտեղն այդ վերի բաները, որտեղ որ Քրիստոս գնստի Աստծո աջ կողմը, վերի բաներուն վրա մտածեցեք, ոչ թե այս երկրի վրայի ներունը, վասզի դուք մերակ եւ ձեր կյանքը բահված է Աստուծո քով, Քրիստոսի հետ, երբ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, այն անեն դուք անոր հետ փառքով պիտի հայտնվիք։ Հակոբ լավ չէր եղբայր։ Հակոբ եղբայր լավ չէր ես համարը։ Պիտեր եղբայր լավ չէր ես համարը։ Colossians 3 նոտերը գղրգեմ հետո Պիտեր եղբայր։ Վերի բաներուն վրա կսկսես մտածել։ Վերի բաների վրա կսկսես խորել։ You focus on heavenly things. Որտեղ Քրիստոս կնստի Աստծո աջ կողմը եւ երբ որ նա հայտնվի, որ բիդա Քրիստոսի եւ հարսի միավորման մասին է նույնը, երբ որ նա հայտնվի, պարուսիա հայտնվի իր ներկայությունով, մենք փառքով անոր հետ պիտի հայտնվենք։ Ուրեմն այս երջանիկ հույսը իր դրական ազդեցություն եւ արդյունք ունի հավատացողի կյանքում։ Կսկսես վերի բաները փնտրել, վերի բաների վրա մտալ, կսկսես դարբեր գենսավոճ որթեքրել։ Քո գենսավոճդ կփոխվի։ Խոսելավոճդ կփոխվի։ Մտածելավոճդ կփոխվի։ Հայացներդ կփոխվին,
Նույն բանին գնային 2-300 հոգի, դու դարբեր բան կտեսնես դրա մեջ։ Որ քո ակնոցը երկնային ակնոց է, Քրիստոսի աչք ունիս, Քրիստոսի սիրտ ունիս, երջանիկ հույս ունիս, քեզ վերև գաբող բան եւ վերևից կսնվի այս հույսը։ Քո հոգիդ վերուս կսկսի սնվել։ Եվ ինչ որ վերեն կսնվի Աստծուց մեզ Սուրբ Հոգուց Աստծո խոսքուց կսնվի, այլ perspective հայացք ունենաս աշխարհի բոլոր հարցերի վերաբերյալ, բոլոր։ Հիմա որովհետև ուրեմն այս երջանիկ հույսը իր ազդեցությունն ունի դրական եւ արդյունքներ կտոնի հավատացողի կյանքում, այս իսկ պատճառով մեր հոգիների թշնամին դարեր շարունակ մարդկության սրտից եւ հոգուց փորձում է արմադախլել, արմադից հանել ծառ, այս հույսի ծառ, արմադախլել, որովհետեւ մենք մնանք հիմք չունենաս կյանքում։ Այս կյանքը ախպեր ջան, գեր, խմե, վաստակի, շահի, աշխատի, վայելի, մերի, այս կյանքը, այս Երբ որ հույս չունի, այս է թշնամու գործը մարդկության կյանքերում հնարավոր ամեն ինչ անում է, որ քո մեջից այդ հույսը դուրս խլի։ Ոչ թե միայն կանգնում, որով այս հույսը ինձ բիդոկն է, երբ որ նեղությունների մեջ եմ, երբ որ մահվան շուկի ծորեն կանցնեմ, երբ որ բժիշկեն հիվանդությանս արդյունքի եկավ եւ շատ վատ է արդյունքը եւ օրեր դված է շաբաթներ կամ մի քանի ամիս ունիմ եւ երբ որ գմթակնի ամբողջ աշխարհս ինչ պիտի անեմ եթե չունեմ հետ մահու Քրիստոսի հետ միանալու հույս մի բան երևակայ է Պիտի մեռնիմ, հույս չունիմ, հավատք չունիմ, Քրիստոս չունիմ, խավարը, մեկը, անորոշությունը, այսինքն վերջ, իմ կյանքիս պատմության վերջագետ կտրվի, վերջ բրծարդում։ Բայց հիմա նույն ուրիշ մեկը այս նույն վիճակներեն կանցնի, բայց ունի հույս, երջանիկ հույս, որ եթե աչքերս փակեմ, քիչ առաջ Ավետիս Փիլիպոսյան պատվելի մասին նշեցին եւ փիրավորներ։ Հույս ունի, որ փրկին պիտի միանամ, հավիտենականությունը կսպասի, երջանիկ հավիտենականությունը։ Ուրեմն ճիշտ հոս է դարբերությունը մարդկության հույս ունեցող մարդումը եւ հույս չունեցող մարդումը։ Ուրեմն ինչ է, այս բոլորը սատանան կամ մեր հոգիների թշնամին փորձում է արմատախլել մեզ հույսից։ Եվ բնականաբար դարբեր ծևերով եւ միջոցներով փորձում է քո մեջից հույսը խլել։ Ավոյբեր Հայաստանում Քիևյան մոստը գիտես, ալակուր գիտեք Քիևյան մոստը հասնում։ Ես քայլել եմ դրա վրայից։ Քիևյան մոստը գա, յետքը ուրիշ մոստ էլ գա։ Համալիրի մոդին էդի որ մեկն է, էդի Քիևյանն է։ Հաղթանակի գամուրջը են, մեծ գամուրջն են, հաղթանակի գամուրջը, Քիևյան գամուրջը, մեր քույրը նոր այգել Հայաստանից թարմ է, պիտի շուտ այցել եմ Հայաստան, դարի 1-2 անգամ, որ բոլորը թարմ մնա։ Ուրեմն հաջող կլսես Հայաստանում։ Այսինչ երիտասարդը, երիտասարդ ինքնին գցեց Քիևյան մոստից եւ իր դիակը հավաքեցին ոստիկանները կամ շատ կբադայի եւ մեծամասնությունը ինքնասպան եղողների մեծամասնությունը երբ որ անալիզ գնեն պատասխանը հույս չունեին կյանքի հանդեպ
հույսերին գործրել էին։ Երևանում 24 տարի եղբայրության եկեղեցուն ծառայելիս մի օր քույրը մոտեցավ, հիմա մահացել է, անունը Ռուզան քույրը մոտեցավ ինձի, սա որ հովիկ եղբայր լուրջ խնդիրներ ունեմ կյանքում եւ դիպրեսիայի մեջ եմ, հոգեջնշված, լավ չեմ զգում։ Եվ փորձեցի իրեն օգնել Աստծո խոսքից, հույսով, այս է կյանքը եւ այլն, քեզ հովվական խորոտար փորձում ես եւ այլն։ 1, 2, 3 յետքը մի քանի գիրագի սկսեց բացակայել եկեղեցից, չեկավ։ Մի օր բադահական հանդիպեցա Երևան City սուպերմարկետում, հանդիպեցա, Սիրուզան քուրջան ուր ես, սա Հովհաննես եղբայր որոշեցի հոգեբան մգա, աշխարհի գրասենյակ ունի, հոգեբան մգա, ամենահարկանքով Ջոնաթան հոգեբանները հիանալի գործ կարող են մանավանդ կոնոման, որ աստվածաշնչյան հիմք ունի, բայց ասիկա աշխարհի հոգեբան մներ, ուրեմն նրա մոտ գնացի եւ ինձ խորհուրդ տվավ։ Եվ այդ խորհուրդով եթե շարժվեմ դիպրեսիայից դուրս կգամ ասեց։ Այս ինչ խորհուրդ տվավ Հովհաննեսի բար գներես, բայց դերես դարունակ տվա քեզի, սա որ եկեղեցի պիտի չի գնաս։ Լուրջ եմ, ինքն ազգատում։ Ասում եմ եկեղեցի մի գնա։ Okay։ Աստվածաշունչ շատ մի գարթա։ Հավատացյալների հետ շատ մի շփվի։ Աստուծո հանդեպ հավատքը մեկը չի գիտի իրականը թե ոչ գուզես ցերնբահ մնա եւ այսպեսի բան եւ քեզի դուր հաջուկների քեզի դուր եւ այլն օքեյ բայց Ռուզան այսպես ուզում եմ անեմ փորձ մի ամիս չանցավ Հովհաննես եղբայր լուրերից TV Armenia TV լուրերից նայենք TV ենք նայում լուրերի գլխավոր նյութեր Հարգելի հայրենագիտներ, այսօր ողբերգական թեփ տեղի ունեցավ Երևանում եւ Ռուզաննա եւ ազգանուն չեմ հիշում, ինքզիկը գցեց Կիևյան մոստից։ Հույս չուներ այս մեր գործրեց հույսը։ Եվ որ ինքս գդարանչադեմ հույսի աղբյուրից, Քրիստոսից, խոսքից, եկեղեցուց, հավատագիցներից, Աստծուց վերջ այդ արդյունքը։ Եվ մեր հոգիների թշնամին ամեն գերբ սադլ դիվային խորամանկ գերբեր բիդոկտակորձի որբեսի մեզ գդրի եւ արմանդախլի մեր հուսո աղբյուրից Քրիստոսից խոսքից Սուրբ հոգուց եկեղեցուց Եվ նամանավանդ միշտ եղել է մանավանդ վերջին օրերում սաստիկ հարցակում կա երջանիկ հույսի վարդապետության եւ ուսուցման դեմ այսինքն ինչ է երջանիկ հարց եկեց հավատացյալի քրիստոնյա հավատացյալի իր փրկի հետ միացման միավորման որ օրը պիտի միանա եւ հավիտյանս իրեն հետ պիտի լան որ Աստծո խոսքը գսորվեցնե եւ այս թշնամին այս իր ռազմավարությունը իգադար է կործում այսինքն իր փորձում է իրականացնել ավոր բարե չէ իգադար կործել ասի մաքուր հայերեն է կամ իրականացնել վարդապետների, հովիվների, քահանաների, եկեղեցական առաջնորդների միջոցով։ Որով երջանիկ հույսի մասին ուր գլսենք եկեղեցուց։ Որով եկեղեցու բեմերի հետիվ կարող է կանգնեցնել, դեղատրել այնպիսի վարդապետներ, ուսուցիչներ, աստվածապաններ, որոնք աղավաղեն երջանիկ հույսի պատկամը, վարդապետությունը։ Կամ չքարոզեն դրա մասին, կամ անդեսեն, կամ նույնիսկ չհավատան։ Հայաստանում հիշում եմ դա 6-7 տարիներ առաջ էր, ինչքան որ գհիշեմ,
անունը չեմ ուզում դալ հարկերի, որ ես շատ կհարկեմ իրեն աստվածապան էր ինքը եւ բատմապան, աստվածապան եւ բատմապաներ հանդիպեցինք եւ այլն եւ դան մեջ էինք հավաքված եւ դարբեր նյութերով զրույց էինք անում եւ նյութ եղավ Քրիստոսի քալստյան երջանիկ հույսի եւ այլն ասի որ ծեր մոդեցումը ինչպիսին է այս նյութի վերաբերյալ հապշտագության Քրիստոսի երկրորդ քալստյան նյութի ապշած մնացի ասավ եղբայր թունանալանք բաներուն կհավատաս անոնք անցած հին ուսուցումներ են Փազում արդի եկեղեցիներ, մեր դարու եկեղեցիներ չեն սովորեցնում, ոչ էլ վարդապետում են այս նյութի մասին։ Նույնիսկ խուսափում են հափշտագություն, the rapture, կամ second coming of Christ, կապ չունի երբ պիտի լայմա, որ դպրոցին կպատկանես հարգում են բոլորին էլ։ Կարևորը բոլորը գավդան, որ օրնա պիտի միանան Քրիստոսին։ Հիմա երբ ոնց ինչպես քանզի վասզի մեկ կողմ դնենք։ Առայժմ։ Բայց այդ նույնը պետք է լինի։ Նույնիսկ չեն հիշադակում։ Մեր կյանքը ասում են հիմա է, մենք Աստված մեզի երկրի վրա դեղատրած է, մեր լավակույնը անենք հասարակությանը հասնիր, լավ հասարակությանը հասնես, ինչ ասես։ Աբաշխարեց հետո լավ աբաշխար հետո հոգևոր արժեքներ, բարի գործեր գնես, նպատակ ունենաս, կյանքդ օքեյ հետո մեռնից հետո մահիցս հետո Աստված մեծ է ինշալլա Աստված ողորմած է մենք չենք կարող գիտնալ ինչ պիտի լա մեր մահեն հետ ասիկա հույս չէ վիկեն էսի հույս չէ Դուք մի օր հանդիպեք Վիքենին, եղբորս, մամային, Քոհար Քոսերյանին, մի օր հանդիպեք։ Եվ նման նյութերով շփոթվիր հարց դուր։ Հոգևոր քույր վարդապետուհի է։ Եվ ուրեմն չեն կարոզում, մի քանի բաճար ասել ասեմ ավարտեմ, չեն կարոզում ուսուցանում եւ վարդապետում երջանիկ հույսի կարևորության մասին հետեւյալ բաճարապանությունները անելով։ Ես անցամ ինչ որ հանդիպել եմ հովիների, հոգևոր առաջնորդների հետ եւ այս բադասխանը դեն մոդս նշել եմ ինչու համար իրենց եկեղեցում համայնքում չեն կարոզում այս նյութը։ Ասում են, եղբայր շատ դժվար է հասկանալ այս նյութը։ Դժվար է, բարդ է, էլի։ Լավ։ Եթե մենք մեր սիրելի Տանյա քրոջը հարցնենք եւ Ալեքսին, Տանյա քուր որն է ավելի դժվար։ Սրդապան լինել, դասերը սովորել, թե ոչ Աստծո խոսքի այս նյութը։ Որն ավելի դժվար, բարդ։ Which one is more difficult to understand and grasp, learning or getting educated in cardiology or the things of God? Kam as nüte? Cardiology ավելի դժվար է կարծում եմ։ Կամ եթե հիմա Ջոնաթան եղբորը բադվերին հարցնենք, ասենք Ջոնաթան եղբայր, որ մեկն է ավելի դժվար հասկանալ Քրիստոսի քալուստի հապշտագության կամ երկրորդ քալստյան կամ երջանիկ հույսի մասին մեգում բացը հեշտ է սովորել թե ոչ հոգի psychology ադիգա որն է բարդ ունեք ես ինչ կան որ գիտեմ բադվելին շատ հեշտությամբ անցավ աստվածապանական իր դիդրոսը ստաց բայց այն դիդրոսը որ հիմա չէ հələ ժամանակ կա բայց այն թեզը որ հիմա գործե պաշտպանել բադվել հոգեբանության շատ դժվար է գարդեստը շատ
եւ լույս բայկար գտանի անորթեմ։ Հիմա որովհետեւ դժվար է կարդիոլոգիստ լալը, որովհետեւ դժվար է, շատ դժվար է psychologist լալը կամ գո մասնակցությունը, որ դժվար է գթողես։ Չեմ մնա։ No, գսորվինք, գբայքարինք, գբադրաստվինք, գուս research կնենք, ժամանակ կուտանք եւ կհաղթարենք, թե ոչ այսօր մենք մի հատ կարդիոլոգիստ պիտի չունենանք, մի հատ հոգեվոր psychologist պիտի չունենանք, կամ ոչ մի մասնակետ ներսեսեպար ինչ է մասնակետությունը։ Ինչ որ է, այդ պիտի չունենանք այսպես մասնակետներ։ Ամենը դժվար լինել չարթարացնելինց, չսերդել եւ չկարոզել այս նյութը։ Ինձ ասում են, հովիկ է պար, դու ոնց ես այդքան ժամանակ տնում այս թեմայի վրա, էլի, վայ։ Որովհետև դժվար է, չեն, հեգր, բարդ է, complicated։ Complicated նյութ մն է, եղբայր։ Գամ հագասական նյութ մն է, controversial, կես մեր մտքի մեջ չի դեղավորվում, ոնց մենք պիտի հափշտակվենք կամ Հիսուս պիտի կա օդի մեջ կամ հոսում, ոնց պիտի լա, մենք ես սովորած ենք, we are materialist, մենք չշոշափենք, մինչև մեր մատը չգողենք, Հիսուսի գողը չենք հավատար։ Ինչ ենք որ controversy է, ինչ ենք որ complicated է։ Մեր կյանքում շատ complicated նյութեր կան, որ մենք կսորվենք ժամանակ կուտանք եւ ադոն մեջ ենք անցնենք եւ գասկնանք միտքը քերպնական նյութ է եղբայր դժվար է հավատալ գիտեք մեկում հովիման տիպեց սա եղբայր աստվածաշնչի մեջ քրեթե չկա այդ նյութի մասին գրված համարներ Դեղվին վրա 14-15 այդ համարներ դվեցի։ Քրիստոսի միացման, երկնքի, հույսի, դեղվին վրա դվի համարները դվեցի։ Ասավ այս համարները ուր են գբերես եղբայր։ Ո քերքի մեջ են եղբայր։ Քո ցերքի մեջ բռնած քրքից բերեցի համարները, չի հոլովեցի եղբայր։ Բայց ինչպես ուր էին այս համարները։ Սերդը եղբայր։ Չեն կարոզեր, որովհետև վախ կհարաչացնե։ Ընդհակառակը, երբ որ դու հույսի մասին ես լսում, դերոջի հետ պիտի լինենք, եւ գվախնաս թե ոչ հույսով գլեցվիս։ Հույսով գլեցվիմ։ Վախը կփարադի, ուրդեղին ես գուդը գուլենդվել չեմ հասկանում։ Ուրիշ մեկն ասավ, շատ կա ժամանակս վեճացավ, ասավ, հովիկ է պար, ինչպես որ ասի, old fashion նյութեր են ասում, կրես, հին նյութեր են ասում, ուրդեն գբերեք աս նյութերը, հին նյութեր են, նոսի, աստվածաշնչում չկա մի բար, մի նյութ, որ թարմ արդիական չլինի, չկա, և լիքը բաճարներ կփորձեն բերել, թե ինչու համար այս երջանիկ հույսի մասին, Քրիստոսի հետ միավոր մասին, նյութը չեն կարոզել և գուզեն արդարացել, բայց Աստծո խոսքի մեջ բացարձակապես չենք հանդիպիր որևէ մի նման բաճարաբանությունների պաշտպանումը, չկա։ Անդեսել երջանիկ հույսի, մեր երջանիկ հույսի մասին կարոզել, ուսուցանել և վարդապետելը եկեղեցվո հավատացյալների կյանքից կգողոպտենք այն հույսը, որով Քրիստոս արադությամբ տված է։ Երբ որ ես չեմ կարող, ցեզ մենք գողոպտած կրեմ։ Ուրեմն մեր բարդականությունն ու բարդավորությունն է Աստվածաշունչը գսել լման կարոզել։ Լման, գամ մի կարոզել, եղբայր։ Ես գամ լման պիտի կարոզեմ, գամ պիտի չի կարոզեմ, չկա գիսատ կարոզել։ Հիմա, եթե չեմ հասկացել, ուրիշ հարց է։ Թբրոց կա, կերտած կսորվիս, կփորձեն հասկացնել, բայց եթե ամեն բան բարձ է եւ չեմ հավատում եւ չեմ ուզում նույնիսկ ուրիշներ հավատան, դա արդեն ոչիր է եկեղեցվո հավատացյալների
նկատմամբ դու գողոպտում ես։ Ինչու ոչ միայն գողոպտում է այդ հույսը, ես որպես քրիստոնյա կարողանամ այս հույսով ապրել եւ այլ ինչպես որ ասեմ, այլ նաեւ թուլացնում է եկեղեցու անհավատացյալների սրբության հանդեպ իրենց փափակը, որը Հովհաննես Առաքյալը գսե, ան որ այս հույսը իր մեջ ունի, ինքզին գմակրե, ինչպես անիմակուր է, ասիկա առանցին նյութ է, բայց ասորետ կապված է, և նաև գթուլացնե մեզ բադրաստագամ լինելու դիրքորոշումում, ըլրտ չեմ լար, քնեմ, գաբրիմ, գեր, Հիսուսի բոլոր արակների մեծամասնությունը իր գալուստի հետ կապված էր։ Սերդիկ Հիսուսի արակները մեծամասամբ իր քալստյան դնդեսները, մնասները, դասուգույսերը եւ այլն։ Իր գալուստի հետ կապ ուներ բոլորը։ Ուրեմն սիրեներ չափազանց կարևոր այս նյութը եւ կհավատամ, որ ինչպեսի մեր հավատքի զարգերակն է, պուլս։ Աստենք իմանանք մեկը մերած է կամ գենթանի է։ Այս երջանիկ հույսը մեր պուլսն է։ Կտնենք, եթե ունիս դուրեմ գենթանի, դու քո կյանքիցդ կերևա, քո թեմքից կերևա, քո խոսելավոճից կերևա, քո գենսավոճից կերևա, քո ապրելավոճը ցույց կտա այդ բոլորը, քո նպատակները, քո դեսիլքը Ինչի հետևից ես այդ բոլորը ցույց կտան, որ դու երկնքի կապված ես։ Սիրելիներ, Տերը մեզ ամուր բայ այս հույսի մեջ, հույսով ուրախ լանք, նեղությունների համբերենք եւ անդադար աղոթքի մեջ լինենք։ Աստվածորդն ես եւ աղոթքս է, որ եթե չունիս այս հույսը քո մեջ, այսօր արիթ ունես, պաշտամունքի մեջ մոտեցիր Եվ մենք կփորձենք շարունակել օգնել քեզ, ինչպես այս հույսը ցերկ բերել քո կյանքի հույսը դառնա։ Տիրոջ բարքի համար։ Ամեն։